Սիրելի աշակերտներ, ռազմավարության շրջանակներում հիշենք, որ առաջին հերթին մենք գնահատում ենք դիրքը և ապա պլանավորում մեր հետագա քայլերը։ Եվ դիրքը գնահատելու ժամանակ կարող է պարզվի, որ կան բաց գծեր, որոնք մենք կպլանավորենք այդ բաց գծերը գրավել։ Օրինակ, ունենք հետևյալ դիրքը, եկեք գնահատենք այն, հարքաները երկու կողմերի մոտ էլ ապահով են, նավակներն այս պարագայում դեռևս պասիվ են, սպիտակներն ունեն զինվորների շղթա, ասեք յուրաքանչյուր ուղղաձիգում ունեն զինվորներ, որոնք կարող են շղթաներ կազմել։ Նույնը սևերը արքայական թևում, սակայն թագուհու թևում կան թուլություններ։ Առաջին հերթին այոց զինվորը միայնակ է։ Նրա կողքին չկա այլ զինվոր, որպեսզի կազմի այդ շղթան և զինվորները մեկը մյուսին պաշտպանեն։ Նաև C6 և C5 զինվորները կրկնապատկված են։ Նրանք մեկը մյուսին չեն պաշտպանում և մեկը մյուսի շարժը խանգարում է։ Օրինակ C6-ը չի կարող քայլել իր իսկ զինվորի պատճառով։ Այսպիսով մենք գտանք թուլություններ և շարժվում ենք դեպի այդ թուլությունները բաց գծերով։ Որոնք են բաց գծերը։ Դրանք այն գծերն են, որտեղ տեղակայված չեն զինվորներ, հենց զինվորներ, ոչ թե այլ խաղաքարեր։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ D ուղղաձիգը բաց է նավակների համար։ Այն կոչվում է բաց գիծ։ Իսկ նավակները սիրում են բաց գծեր։ Նրանք իրենց ամբողջ ուժը կարողանում են ցուցադրել հենց բաց գծերով, որտեղ ճանապարհը բաց է։ Խնդրեմ, նավակները սիրում են, որպեսզի իրենց ճանապարհները լինեն ազատ, բաց։ Այդ դեպքում նրանք իրոք շատ ուժեղ են։ Ուրեմն գտնելով բաց գիծը, մենք նավակը տեղակայում ենք այնտեղ։ Նավակ և մեկը D1 և այժմ գիծը սպիտակներին է։ Տեսեք, արդեն սևերը չեն կարող բաց գիծը զբաղեցնել։ Եթե այստեղ քայլը լիներ սևերինը, այո, սևերը կարող են զբաղեցնել բաց գիծ և թույլ չտալ, որ այստեղ հայտնվեն սպիտակները։ Նավակը կարող էր քայլել D8 և մտնել նախավերջին հորիզոնական, քիչ անց կտեսնենք ինչու է կարևոր նախավերջին հորիզոնականը։ Նո այստեղ քայլը սպիտակներին է նավակ D1, հետագա միտումով, որ նույնպես մտնենք նախավերջին հորիզոնական, իսկ նախավերջին հորիզոնականում տեղակայված են ի սկզբանե լինում զինվորները։ Ուրեմն սպիտակների համար 7-րդ հորիզոնականը շատ կարևոր է։ Սևերը կարող են փորձել պաշտպանել իրենց զինվորներին, սակայն մենք մուտք ենք գործում նախավերջին հորիզոնական զինվորներին թիկունքից վերցնելու նպատակով։ Կարող են փորձել նախապես հեռացնել իրենց զինվորը, բայց ոչ։ Մուտք ենք գործում 7-րդ հորիզոնական, հետագայում զինվորներին թիկունքից հարվածելու նպատակով։ Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ 7-րդ հորիզոնականը նավակի համար։ Ինչպես տեսնում ենք, զանազան ուտեստներ, սեղանին մատուցված, ռուսերենում այդպես էլ ասում են «obжорный ряд», այսինքն խժռելու շարք։ Նավակը այստեղ կարող է ճաշակել բազմաթիվ խաղաքարեր, զինվորներ։ Խնդրեմ, հերթական դիրքը գտանք բաց գիծը, ահա և այն, այս դեպքում հաշուղաձիգն է, ներխուժեցինք բաց գիծ և մտնում ենք նախավերջին հորիզոնական, հիմնականում, որտեղ ի սկզբանե դասավորված են եղել զինվորները։ Իհարկե սևերը նույնպես ունեն այստեղ բաց գիծ, կարող են նավակով նույնպես մուտք գործել, բայց տեսեք սպիտակները այստեղ մեկ տեմպ առաջ են և խնդրեմ, ահա այդ ուտեստների շարքը, որ մենք քիչ առաջ ցույց էինք տալիս, նախավերջին հորիզոնականը։ Տեսեք զինվորներին մաքրեցին, հիմա սեփական զինվորներին կուղարկեն փոխարկման։ Եվս մեկ օրինակ, նորից գտանք բաց գիծ, դա այն գիծն էր, որտեղ չկան զինվորներ, տեսեք այստեղ կա ֆիգուր, բայց դա դեր չի խաղում, կարևորը զինվորներ չլինեն։ Գտանք այդ բաց գիծը և որոշ դեպքերում հնարավոր է լինում տեղադրել նույնիսկ երկու նավակ, այս դեպքում հատկապես նրանք ուժեղ են, մեկը մյուսին օգնող, որոնք կարող են մուտք գործել նախավերջին հորիզոնական։ Հիմա անցնենք վարժություն տետրերի առաջադրանքներին, հիշելով բաց գծի գրավման կարևորությունը։ Առաջին տրամագրում գտնենք բաց գիծը, ահա դա այն գիծն է, որտեղ
տեղակայված չեն զինվորներ և ներկենք, և ապա նավակը սիրում է բաց գիծ, մենք սա արդեն քննարկել ենք, առաջին քայլով նավակ C1 և սևերի գրեթե ցանկացած քայլի նավակը կշտապի նախավերջին հորիզոնական, կխաղան սևերը, չգիտեմ, գուցե փորձեն նախապես զինվորը պաշտպանել, մենք կմտնենք C7 դաշտ, գուցե կփորձեն արքայով դուրս գալ պայքարի, քանի որ սա վերջն է խաղը և արքաները պետք է լինեն ակտիվ, եկեք նշենք այս քայլը, արքա F8, նավակ C7, մտանք նախավերջին հորիզոնական, մտնում ենք նախավերջին հորիզոնական, սպիտակների համար նախավերջինը 7-րդ հորիզոնականն է, և այստեղից տեսեք նավակը թույլ չի տալիս նաև, գրոհում է իհարկե զինվորներին, նաև թույլ չի տալիս, որ արքան անցնի առաջ և ակտիվ մտնի խաղի մեջ, տրամագիր 2-ում նույնպես գտնենք բաց գծերը և այն գրավենք, այս պարագայում դրանք C, D և E ուղղաձիգերն են, սակայն E ուղղաձիգը գրավելով մենք քայլը կանենք շախով, սպառնալիքով և այսպիսով թույլ չենք տա, որ սևերը զարգանան, տեսեք նավակ E1 շախ, այժմ ձին չի կարող զարգանալ, չի կարող բացել իր նավակի ճանապարհը, սևերը չեն կարող փոխատեղում կատարել և բացել մյուս նավակի ճանապարհը, այդ պատճառով շախով և ինչու F նավակով, եթե մենք խաղանք նավակ E1 անավակով A1-ի, այդ դեպքում մենք կփակենք F1-ի նավակին, և արքայի նահանջից հետո տեսեք մյուս նավակը չի կարող դուրս գալ և զբաղեցնել ևս մեկ բաց գիծ, այս նրբությունը հաշվի ենք առնում և բաց գիծը գրավում ենք նախ շախով և ապա այն նավակով, որպեսզի թույլ տանք մյուս նավակի նույնպես առաջխաղացումը, ուրեմն առաջին քայլով նավակ F1-ը E1 շախ, արքան կարող է նահանջել D8, սակայն այս դեպքում մենք մյուս նավակով կգրավենք բաց գիծը և նորից շախով, հավանաբար սևերը խուսափելով այդ գրոհներից, արքայով կնահանջեն F8 դաշտ, ինչը սակայն մեզ չի խանգարում մյուս նավակով նույնպես զբաղեցնել D1 դաշտը, խնդրեմ մենք երկու նավակներ ունեցանք կենտրոնական ուղղաձիգերի վրա, և վերջին երրորդ տրամագրում խաղում ենք սևերով, ինչպես տեսնում ենք A2 նավակը արդեն զբաղեցրել է բաց գիծ, ահա և այն, որտեղ չկան զինվորներ, նրան կարող է միանալ ևս մեկ նավակ, քայլ համար 1, քայլ առաջին, դնում ենք բազմակետ, որպեսզի ցույց տանք սևերի քայլը և գրում նավակ F8-ը A8, այսպիսով նավակները երկուսն էլ հայտնվեցին մեկ բաց ուղղաձիգի ներքո, նախ մեկը մյուսին պաշտպանում են, հիմա սպիտակ արքան չի կարող հարվածել A2 նավակին և ապա սպառնում են մատ հայտարարել մեկ քայլից, ու այստեղ պարզվում է, որ սպիտակները չեն կարող մատից խուսափել, եթե արքան նահանջեց C1, մեկ քայլից մատ, տեսեք զինվորի ներկայությունը թույլ տվեց դրա իրականացմանը, քանի որ զինվորը շատ վտանգավոր է, գուցե սպիտակները փորձեն նրան հարվածել, բայց այդ ժամանակը չունեն, նորից նավակ A1 քայլով սպառնում է մատ, ուրեմն առաջին քայլով նավակ F8-ը A8, սպիտակների ցանկացած քայլին սպառնում է մատ A1 դաշտում, ենթադրենք արքա C1, կարող ենք գրել մեկ այլ քայլ, արքա C1 և հաջորդ քայլով նավակ A1 շախ և մատ, այսքանը շնորհակալություն, ցտեսություն եթերում։